Ողջույն, Բուն TV եթերում դիլեմա հաղորդաշարն է եւ ես Արեգ Քոչինյանն եմ։ Այսօր մենք խոսելու ենք Հայաստանում ընտրական գործընթացներին արտասահմանյան միջամտության փորձերի վերաբերյալ։ Ընտրություններին դեռ բավական ժամանակ կա, բայց կարելի է ասել, որ թեպետ ոչ պաշտոնապես Հայաստանը արդեն իսկ մուտք է գործել նախընտրական գործընթացների, պայքարի եւ այսպես ամենատարբեր կամպանիաների փուլ։ Եվ այդ ամենի մեջ նույնիսկ անզեն աչքով տեսանելի են, ընդ որում տեսանելի են նախկինում եղած դեպքերի իրադարձությունների ընտրությունների հետ որևէ համեմատության աղերս անգամ չունեցող մասշտաբի, խորության եւ ծավալի արտասահմանյան միջամտություններ։ Ընդ որում այդ արտասահմանյան միջամտությունները ամենատարբեր բնույթի են, ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական, ինչպես Հայաստանի տարածքից իրականացվող, բայց իրենց բնույթով արտասահմանյան, այնպես էլ հենց բուն արտասահմանից իրականացվող։ Եվ այս հարցերի շուրջ այսօր խոսելու ենք իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրի համակարգող Դանիել Լեոնիսյանի հետ, բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ փորձագետ Էդգար Վարդանյանի հետ, բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Ձեզ շնորհակալ եմ հրավերի համար։ Հարգելի գործընկերներ, սա Հայաստանի համար ինչ-որ առումով նոր մարտահրավեր է։ Ինչ-որ առումով էլ եղած մարտահրավեր է, որովհետև բնական է, որ անցնող տարիների ընթացքում նման փորձերը առաջին անգամ չեն, որ իրացվում են մեր պետության դեմ, մեր ուրեմն հասարակության կողմից իր հիմնական իշխանությունը իրացնելու ուրեմն գործընթացի դեմ, բայց իսկը միանշանակ է, որ նման ծավալներ երբևիցե չեն եղել, պարոն Լեոնիսյան։ Գիտեք, ես պետք է ասեմ, որ կա տենց շատ տարածված ընկալում, որ 2021 թվականին Հայաստանը նույնիսկ չգիտակցելով դա անցել է հիբրիդային հարձակումների, ընտրությունների, նոտարիal միջամտությունների այդ բոլոր փորձությունների միջով, ինչը իմ կարծիքով մի քիչ սխալ գնահատական է, որտեղ 2021 թվականին Ռուսաստանում կար այն ընկալումը, որ Հայաստանը մեծ հաշվով իրենց գրպանում է, Հայաստանը իրենցից փախնելու տեղ չունի, եւ իրենց համար այդքան էլ էական չէր, թե ով կլներ Հայաստանում իշխանություն։ Իրանց համար էական էր, որ իմպլեմենտացվեր 20 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, Հայաստանի իշխանությունները այդ հայտարարությունը իրականացնելու լրիվ պատրաստակամ էին, ընդդիմադիր որոշ շրջանակներ երևի այն ժամանակ փոշմանել են, որ դա անում են, բայց ասում էին, որ իրանք վերանայելու են դա, փոխելու են դա, ինչը ռուսների մոտ մի քիչ էլ մի քիչ տենց թեթև վախեր էր ստեղծում եւ ռուսները առանձնապես միջոցներ չէին ձեռնարկում Հայաստան իշխանություն փոխելու։ Կարող է Ռուսաստանից որոշ շրջանակներ, բայց մեծ հաշվով Ռուսաստանը որպես պետություն նպատակ չէր դրել Հայաստանի իշխանություն փոխելու։ Ի տարբերություն հիմիկվա։ Հիմա Ռուսաստանը նման նպատակ դրել է, Ռուսաստանը փորձում է դա անել եւ Ռուսաստանը բավականին շատ ջանք ու եռանդ է ծախսելու դրա վրա։ Նենց որ դուք ասում եք, որ մասշտաբներն են տարբեր, ինձ թվում է, որ ոչ միայն մասշտաբ, որ այն ժամանակ նենց չի, որ նույնն էր, բայց փոքր մասշտաբի։ Այն ժամանակ դա համարյա թե չկար։ Այսինքն տարբերվում է խնդիրը, տարբերվում է մասշտաբը եւ տարբերվում է այդ ինտերվենցիաների փորձերի որակը։ Ամեն ինչն է տարբերվում։ Մենք առաջին անգամ առերեսվում ենք ոնց ասեմ, լայնածավալ հիբրիդային հարձակման, որի նպատակն է Հայաստանում ձևավորել Ռուսաստան լոյալ իշխանություն։ Ես իրականում հիմնականում համաձայն եմ Դանիելի ասացի հետ, բայց այնուամենայնիվ ուզում եմ նշել, որ Ռուսաստանը միշտ էլ փորձեր է արել միջամտելու Հայաստանի ներքին քաղաքականությանը, պաշտպանելու պրոռուսական ուժերին, հա, առաջ է քաշել տարատեսակ նարատիվներ, որոնք նույն այդ պրոռուսական ուժերը մեկին մեկ կրկնել են եւ դարձրել են իրենց հիմնական գործիքը։ Իշխանությունների նկատմամբ ճնշում բանեցնելու, քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշում բանեցնելու եւ ընդհանրապես, այսինքն հասարակության վրա ճնշում բանեցնելու, հա, բոլոր նրանց վրա, որոնք ցանկանում են ժողովրդավարական ճանապարհով գնալ, ընդհանուր առմամբ, այսպես ասենք, պրո-եվրոպական կուրսի կողմնակից են եւ այլն։ Բայց այս անգամ, իհարկե, եւ այն ինչ որ ասում եմ, ըստ էության մի քանի աղբյուրներով արդեն հաստատվել է, որ Հայաստանը Ռուսաստանի համար այս տարի առաջնահերթ ուղղություններից մեկն է, որի ուղղությամբ պետք է նա աշխատի, գումար ծախսի, ուշադրություն դարձնի եւ այլն եւ այլն։ Պատահական չէ, որ
պարոն Կիրենկոն կուրատոր է նշանակվել եւ աշխատում է այս ուղղությամբ։ Պատահական չէ նաեւ այն, որ անընդհատ ռուսական իշխանությունները խոսում են այն մասին, որ Արևմուտքը ցանկանում է մոլդովական սցենար իրականացնել։ Իրականության մեջ լրիվ հակառակն է, այսինքն մոլդովական սցենարը ո՞րն է եղել, հա, երբ որ Ռուսաստանը ուղղակիորեն միջամտել է Մոլդովայի ընտրությունների, փաստեր կան ուղղակի, ապացույցներ կան։ Օրինակ, մոլդովացի հետաքննող լրագրողները, այսպես ասած, անգլերեն ասում են undercover operation, քողարկված օպերացիա, այսինքն մտել են ինչ որ Telegram խմբեր, որոնք ռուսաստանյան տարբեր ինչ որ շրջանակների կողմից են կազմակերպվել եւ այնտեղ ուրեմն ինչ են արել։ Մարդկանց փող են տվել, cash փող, նաեւ կարծեմ փոխանցումներ են արել, ինչ որ հաշիվներ են բացել, հա, ռուսական բանկերում եւ այլն, եւ ասել են, որ այ օրինակ դուք պետք է օրական այսքան fake լուրեր, այսքան քանակի այս պլատֆորմերում տարածեք։ Հետո դուք պետք է հավաքագրեք մարդկանց, որոնք պետք է պրո-ռուսական ցույցերի մասնակցեն։ Հետո եղել են ուրեմն տրեյնինգներ, այսպես ասած, թե ինչպես պետք է նաև բռնի գործողությունների միջոցով ապակայունացնել իրավիճակը, ոստիկանների հետ բախումներ կազմակերպել եւ այլն եւ այլն։ Այս ամեն ինչը ձայնագրել են, տեսագրել են եւ հետո բացահայտել են, հա։ Սա ուզում եմ ասել անհերքելի է այս ամեն ինչը եւ բնականաբար այստեղ նաև ռուսական ռոպագանդան է միշտ արկա եղել, տարատեսակ ապատեղեկատվական արշավներ են կազմակերպել եւ ելի հստակ ապացուցված է, որ դա Ռուսաստանից է ուղղորդված, հա, այսպես ասենք առնված։ Մի խոսքով եւ այնտեղ չեն հաջողել։ Հիմա Ռուսաստանը ըստ ասում է, որ այն, որ պրո-եվրոպական ուժերը Մայա Սանդուն այսպես հաղթեց, դա արևմուտքի սարքածներ Ռուսաստանին ընդհանրապես դուրս մղելու առումով եւ այլն, եւ հիմա երբ որ խոսում է Հայաստանի մասին ռուսական իշխանությունը, այս բառապաշարն է օգտագործում, այս նարատիվն է առաջ քաշում։ Ինչը խոսում է այն մասին, որ իրենք փաստորեն նույն այդ մոլդովական սցենարով միջամտությունը նախապատրաստել են Հայաստանի համար։ Նաև գիտենք, որ քանի միլիոն դոլար, հա, այսպես փափուկ, այսպես ասած, ուժի կիրառման համար արդեն հատկացվել է, իսկ գիտեք ինչ, փափուկ ուժը ընդհանուր առմամբ ինքը Ռուսաստանի քաղաքականությանը մեղմ ասած այդքան էլ հարիր բան չէ։ Իրականում փափուկ ուժը արևմտյան ամերիկյան կոնցեպտ է եւ ենթադրում է գրավիչ գաղափարներ առաջարկելով, տարատեսակ գրավիչ ապրանքներ առաջարկելով, այնպես անել, որ մարդիկ քո նկատմամբ դրական վերաբերմունք ունենան։ Ռուսաստանը այլ կերպ է գործում։ Նա առաջինը օրինակ, այսօր մենք տեսնում ենք, որ վախեցնում է, օրինակ, հա, տարատեսակ նարատիվներ, որ այ տեսեք, լավ, մեզ չեք սիրում, հասկացանք։ Բայց վախեցեք մեզանից։ Մենք դες կարող ենք վնասել։ Այսօր եք գնում դուք։ Հաջորդ բանը, բնականաբար, այդ իբրև թե փափուկ ուժի տակ այս այն ամենը, ինչ որ Մոլդովայում կիրառվել է, սա նաև նկատի ունեն։ Այսինքն, մենք ասում ենք, դե մենք աշխատում ենք ինչ-որ մարդկանց հետ, որ մեր նկատմամբ դրական վերաբերմունք ձևավորեն Ռուսաստանի նկատմամբ։ Սա ուղղակի նշանակում է այն, ինչ որ արդեն նշեցի, հա, այդ ամբողջ ցանկը։ Եվ իհարկե, այո, հիմա շատ մենք հանգրվանային պաստորեն, հա, այսպես ասենք, մեր ճակատագիրը որոշող ընտրությունների նախաշեմին ենք։ Ու մենք տեսնում ենք, այո, աննախադեպ կերպով ակտիվություն ռուսական ուժերի կողմից, Ռուսաստանի կողմից, նաև հետևյալը ասեմ, որ այսքան շուտ երբեք նախընտրական, այսպես ասած, այս մթնոլորտը ձևավորված չի եղել, հա, եւ սա նույնպես էլի խոսում է կարեւորության մասին այս ընտրությունների, եւ նաև մի շատ էլի կարեւոր բան է, մենք պետք է նաև հետևենք Կրեմլի հռետորաբանությանը Հայաստանի վերաբերյալ։
միշտ էլ հենց 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից սկսած մենք տեսել ենք բնականաբար, որ Կրեմլը այսպես մտահոգիչ Հայաստանի իրադարձություններով մտահոգ, այսպես ասած, հա, ինչ որ հայտարարություններ է արել, օրինակ ես շատ լավ հիշում եմ, երբ որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորեցին, հա, Լավրովը հենց ուղղակիորեն ասեց, որ Էս ինչ եք դուք անում, դուք ասում եք, որ քաղաքական հետապնդումներ չեն լինելու, բայց փաստորեն մենք հակառակին ենք ականատես լինում, օրինակի համար։ Եղել են նման բաներ։ Բայց գիտեք, այսօրվա հռետորաբանությունը տարբերվում է այդ տեսակի հռետորաբանությունից, այն առումով, որ այսօր շատ հստակ ասում են, որ Հայաստանը բռնել է մեր թշնամիների, հա, այսպես ասած, ճամբար մտնելու կուրս, Մեր թշնամիները առաջի հերթին Եվրամիությունն է, Միացյալ Նահանգները, թեև այսօր իհարկե Թրամփի հետ մի քիչ այլ հարաբերություններ ունեն, բայց այնուամենայնիվ։ Եվ պետք է հասկանան, իրենք այս նարատիվն են առաջ քաշում, որ դա հղի է լուրջ հետևանքներով, որ տեսեք ինչ եղավ Ուկրաինայում, հա, էլի վախեցնում են դրանով, այսինքն ասում են, որ Հայաստանին դարձնում են Ռուսաստանի դեմ աշխատող ինչ-որ մի սուբյեկտ։ Հայաստանի միջոցով արևմուտքը Ռուսաստանին է հարվածելու եւ այդ ամեն ինչը չի հանդուրժվի Կրեմլի կողմից, հա։ Տարատեսակ զգուշացումներ են անում, բնականաբար նաեւ այն հայտարարությունները, որ սրան նստացրեցի կանոնական ձևով, այն մեկին նստացրեցի կանոնական ձևով, այս ինչ եք անում։ Եվ էլի մենք չենք կարող այսպես ուղղակի նստել եւ տեսնել, թե դուք ինչ աստիճանի ուրեմն հակառուսական քաղաքականություն եք վարում։ Իհարկե, սրանով հանդերձ պետք է նաև նշեմ, որ այնուամենայնիվ Ռուսաստանը նաև կարիք ունի Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ ունենալու, այն առումով, որ դե գիտեք ինչ, այնուամենայնիվ լինելով տարատեսակ, այսպես ասենք, ըստ էության իզոլյացիայի մեջ է, հա, արևմտյան աշխարհից եւ նրան պետք են ինչ որ տարբերակներ, ինչ որ տեղեր, ինչ որ երկրներ, որոնք թույլ կտան իրենց որոշակիորեն ճեղքել այդ իզոլյացիան եւ տեսեք Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը բավականին բարձր է, դա նրանց համար կարեւոր բան է։ Նրանք չեն ուզի, որ կորցնեն դա այդ ամեն ինչը, հա, բայց եւ նաեւ տեսնում ենք, որ պաշտոնապես սա էլ է շատ կարեւոր հանգամանք այնուամենայնիվ դեռևս ամենայն այս բոլոր բաները հաշվի առնելով չի ասվել, որ Հայաստանը, այսօրվա Հայաստանի իշխանությունները թշնամական են մեր նկատմամբ։ Դեռ նման բան չի ասել։ Հայաստանը դեռևս նրանց կողմից թշնամական երկրների ոչ բարեկամ երկրների ցուցակի մեջ չի մտցվել եւ նաեւ տեսնում ենք, որ մեր պաշտոնյաները երկրի ղեկավարը հաճախում են Մոսկվա, Պետերբուրգ, տարատեսակ ինչ-որ միջոցառումների են մասնակցում, նորմալ խոսում են, հա, եւ այդ մակարդակով դեռևս չկա այն վերաբերմունքը, այն հարաբերությունները, ինչը որ օրինակ Ռուսաստանը ուներ եւ ունի Ուկրաինայի հետ, Մոլդովայի հետ, հա, եւ այլն։ Եվ այս ամեն ինչը խոսում է այն մասին, որ իհարկե ես չեմ բացառում, որ Կրեմլը, այսպես ասած, վաբանկ կարող է գնալ, դնելով մի կողմ այս բոլոր հանգամանքները, որ իրեն այնուամենայնիվ անհրաժեշտ է, որ Հայաստանը այսպես դեռևս մնա որոշ առումներով երկիր, որը ամեն դեպքում իր դեմ չի աշխատում։ Նաև իդեպ ասեմ, որ կարծում եմ, որ այնուամենայնիվ այնտեղ գնահատում են նաև այն հանգամանքը իրականության մեջ, հա, ոչ թե հռետորաբանությունում, այլ որ Հայաստանը բազմիցս ասում է, որ այն ինչ որ մենք անում ենք Ռուսաստանի դեմ չէ, եւ նաև մենք թույլ չենք տա, որ ինչ որ մեկը օգտագործի Հայաստանը Ռուսաստանի դեմ։ Բայց ես կողմից էլ ախր նրանք հասկանում են, չէ, որ եթե ընտրությունները էլի ժողովրդավարական ճանապարհով այդպես ասած եվրոպական կուրսը էլի վերարտադրեն, այսպես ասած ձևակերպենք, եւ իշխանության մնան այսօրվա իշխանությունները կամ չգիտեմ ինչ որ այլ արևմտամետ քաղաքական ուժ նաեւ միգուցե միանա իշխանությունների ինչ որ կոալիցիայի ձևով եւ այլն, սա իրենց համար երկարաժամկետ կտրվածքով միանշանակ նշանակելու է, որ իրենք կորցնում են
իրենց ազդեցությունը Հայաստանի վրա, իրենք ըստ էության պարտվում են Հայաստանում, տարածաշրջանում եւ հետո շատ բարդ է լինելու ընտրություններից հետո, եթե այդպիսի արդյունք լինի, փորձել էլի ինչ-որ ռուսական ազդեցությունը, չգիտեմ, պահել, ուժեղացնել եւ այլն եւ այլն։ Բարդ է լինելու։ Դրա համար կարծում եմ, որ չի բացառվում, որ իհարկե իրենք այդպես վաբանկ գնան։ Պարոն Հովհաննիսյան, մենք խոսում ենք այդ process-ների մասին եւ պարոն Վարդանյանը այսպես քաղաքական պատկերը բավականին մանրամասն ներկայացրեց։ Կոնկրետ ինչի մասին է խոսքը գնում, այլ որ խոսում ենք, հա, որ շատ է փորձում են, անում են։ Մի քանի օրինակներ մեզ կբերեք։ Գիտեք, մեթոդները բավականին տարբեր են, առաջի հայացքից ընդ որում կարող է իրար հետ փոխկապակցված չլինեն, կարող է նույնիսկ լինեն կամ կան գործողություններ, որոնք որ առաջի հայացքից չեն կապվում ընտրությունների հետ, օրինակ կարող է լինեն ռումբերի կեղծահազանգեր, որպիսի հասարակության մոտ ապահովության բացակայության տպավորություն ստեղծվի։ Օրինակ, հա, դա մեթոդներից մեկն է ընդհանրապես, շատ են մեթոդները։ Իհարկե Ռուսաստանը ունի նաև ֆորմալ շատ գործիքներ, ֆորմալ գործիքները դա ապրանքաշրջանառության վրա ազդեցությունն է, դա գազի մատակարարման եւ սակագների վրա ազդեցությունն է, դա ուրանի մատակարարման վրա ատոմակայանի համար ազդեցությունն է, բայց մեծապես նաև Ռուսաստանը բավականին լայն գործիքակազմ ունի եւ ես պետք է ասեմ, որ աշխարհում թերևս առաջատարներից է այդ գործիքակազմով լայն գործիքակազմ ունի ինֆորմացիոն դաշտում գործելու ինֆորմացիոն քաղաքական դաշտում գործելու եւ այս առումով Ռուսաստանը նախ մի քանի գործիք կա փորձեմ sense թվարկել որոնք արվել են արդեն մեկը դա լրատվական դաշտում ապատեղեկությունների տարածումն է ապատեղեկությունների մեջ ընդ որում նաև մտնում է հանրային կարծիքի իմիտացիա անել օրինակ տպավորություն ստեղծել որ հանրային կարծիքը այսպիսին է բոլոր այն մարդիկ ովքեր այդ կարծիքի չեն մտածում որոնք փոքրամասնության մեջ են հանրային կարծիքին որում օպերացիաները շատ հաճախ արվում են այնպես որ առաջի հայացքից པարզ չլինի որ դրանց հետևում Ռուսաստանն է հա երբեմն դա արվում է ակնհայտ օրինակ Սանկտ Պետերբուրգում գործող Պրիգոժինի այդ ֆեյքերի ֆաբրիկան որ կա, երբեմն օրինակ այդ ֆեյքերի ֆաբրիկայով արվում է ուղիղ երևում է ովքեր են հետևում կանգնած։ Բայց երբեմն անում են սենց ինչ որ ուրիշ բարդ կանալներով, օրինակ պրոկրեմլյան, բայց Թուրքիայում գտնվող եւ որպես թուրք ներկայացող ամբողջությամբ կայքերի միջոցով կամ լրագրողների միջոցով այս վերջերս օրինակ այդ մեթոդը բավականին ակտիվ է տարբեր ձևերով եւ ի վերջո նաեւ Հայաստանում գտնվող իրենց մսկիթներ Հայաստանում կառուցելու կեղծ լուրը Հայաստանում գեյ պարադ անելու կեղծ շատ են գեյ պարադ անելու վարչապետ Փաշինյանի կողմից Ֆրանսիայում Ֆրանսիայում ինչ որ վիլլա առնելու եւ այլն տարբեր են ընդ որում նորից մեթոդները օրինակ կան դոպելգենգեր կայքեր, այսինքն ստեղծում է կայք, որը շատ նման է դոպելգենգեր գերմաներեն դա դվայնիկն է, էլի, որը շատ նման է ինչ որ հեղինակավոր լրատվամիջոցի, մարդկանց մոտ տպավորություն ստեղծում, ինչ որ հեղինակավոր լրատվամիջոց գրել է, որ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում դղյակ է առել, հա, ակտիվ սա տարածում են, մինչև այս կողմեն կոմպարզում ես, որ հեղինակավոր լրատվամիջոց չի ինչ որ մի հատ դվայնիկ է, որը արդեն մարդկանց մոտ այդ աստատը մնում է, հա Եվ իհարկե հայաստանյան մեդիա դաշտում Ռուսաստանը ունի բավականին շատ գործիքակազմ, ի տարբերություն մի շարք այլ երկրների, որտեղ երկրի ներսում գոնե ռուսական աղբյուրներին տենց չեզոքացրել կամ համարյա չեզոքացրել են, Հայաստանում ռուսական աղբյուրները բավականին ակտիվ են, կան կայքեր, որոնք որ կայքեր լրատվամիջոցներ, հեռուստատեսություն առնվազն մի հատ որոնք ուղիղ Ռուսաստանից ֆինանսավորում ունեն եւ ուղիղ Ռուսաստանի վրա են աշխատում կան այնպիսիք որոնք Հայաստանի պրոռուսական ուժերի գրպանում են այսպես ասած եւ այդ ուժերի նարատիվներն են տարածում եւ այդ տենց մի մասն է մյուս մասը դա քաղաքական ուժերի եւ գործիչների միջոցով որոնց վրա Ռուսաստանը կամ ունի ազդեցություն կամ իրանց առել է տարբեր մեխանիզմներ կան։ Այդ քաղաքական ուժերի եւ գործիչների միջոցով նախ փորձել քաղաքական նարատիվ ստեղծել, երկրորդ փորձել ապահովել, որ այդ ուժերը ընտրվեն, այսինքն այդ ուժերի ընտրվելը հիմնական քայլերից մեկն է, էլի, հա։ Եվ
Նաև տեսեք այդ ուժերն էլ իրականում տարբեր են, հաճախ տպավորությունով փորձում ստեղծվել, որ այդ ուժերը երբեմն իրար դեմ են, բայց օրինակ Գյումրի օրինակով շատ լավ տեսանք, որ դա մեծապես իմիտացիա է, հա, այդ ուժերը տենց փորձում են տպավորություն ստեղծել, որ իրար դեմ են, որ էլեկտորատի այն զանգվածը, որ ասենք մի ուժին կարող է քվեարկի, բայց մյուս ուժին ինչ որ ներկայացուցիչին տանել չի կարողանում, չխուսափի քվեարկելուց։ Քվեարկի հետո արդեն ընտրություններից հետո այն անել ինչ որ Գյումրիում։ Այդ ուժերը իրենց հերթին ունեն իրենց լրատվական ռեսուրսները, իրենց մեդիա ռեսուրսները, իրանց ֆեյքերի ֆաբրիկաները, հա, բոլորովին վերջերս հերթական տենց ֆեյքերի ֆաբրիկան բացահայտվեց։ Ընդ որում նորից այդ ֆեյքերի ֆաբրիկաների մասով շատ հետաքրքիր է, հա, կան ֆեյքեր, որոնք որ տենց ակնհայտ զգացում է, որ հայաստանյան են, գոնե այն մարդը, որ այդ ֆեյքով կոմենտներ է գրում, զգացում է, որ գոնե հայերեն տիրապետում է, էլի։ Իսկ կան, որոնք որ նույնիսկ հայերեն այնքան չասեմ վատ են գրում, էլ դա վատ չի։ Ակնհայտ է, որ դա հայ չի գրողը, հա։ Ոչ թե անգրագետ հայ է, տեքստից առաջ թիվա գրած օրինակի համար չի տեսնում, որ այդ թիվը ջիջի օրինակ։ Երբեմն շատ էպիկ է, այո, երբեմն տեքստից առաջ թիվ է գրում, ու այդ թիվն էլ են copy paste վերջը շատ էպիկ ձևերով են երբեմն նաև պալիտ լինում։ Բացահայտվում, այո։ Եվ բայց որն է նպատակը տպավորություն ստեղծել, ենթադրենք ես ասում եմ, չգիտեմ, ես վերնաշապիկը կապույտ է։ Բայց դա խնդիր է իրանց համար, հա։ Մտնում տակը 100 հոգի կոմենտ է գրում, որ հələ Սորոսականին տեսեք, ես вообще Թուրքիայի շպիոնն է, վերնաշապիկը կարմիր է, ու սենց ինչ որ երբեմն լրիվ նույնական copy paste արած, երբեմն տարբեր։ Ու որ ինչ որ մեկը մտնում է, այդ մասով միջալ շատ հետաքրքիր սոցիալական հոգեբանական էքսպերիմենտ կա արած, կարծեմ Գերմանիայում էին արել, վերջը, բայց մարդը որ մտնում է, նկարը տեսնում է, որ կապույտ է, բայց տեսնում եմ բոլորը կամ համարը բոլորը ասում են, որ կարմիր է, սկսում է կասկածել էլի, որ հա երևի բան։ Հա, կամ երբ որ փորձում են տպավորություն ստեղծել, որ գիտես X քաղաքական ուժը այսքան լայք է հավաքում ամեն գրառում, X քաղաքական ուժի ամեն չգիտեմ, ամեն գրառում տակը կոմենտներում այսքան գովասանքի արժանանում, կարող է X քաղաքական ուժի իրական ռեյտինգը լինի, չգիտեմ, 1.5%, բայց մարդկանց մոտ տպավորություն ստեղծվի, որ վայ, այս ուժը շատ պոպուլյար է։ Եվ սա էլ իմջալուց հետազոտություններ կան արած, մենք ենք պատվիրել հետազոտություններ, դեռ 19 թվական տեսել ենք, որ Հայաստանում շատ ընտրողներ փորձում են լինել այն ուժի կողքին, որը իրենց ընկալմամբ առավել հավանական է, որ կհաղթի։ Եվ նաև ինչի են օրինակ այդ կեղծ սոցհարցումների արդյունքներ, ինչ որ նկարած սոցհարցում, այդ սա հենց դրա համար է։ Ոնց որ ժամանակին զուտ սոցհարցումների արդյունքներն էին կեղծում, հիմա նաև կեղծում են այդ կոմենտները, լայքերը եւ այդ ամեն ինչը մարդկանց մոտ տպավորություն է ստեղծում։ Ախպեր, հա, փաստորեն ես փոքրամասնություն եմ, որ այն միս ուժի կողմնակիցն եմ։ Իրականում բոլորը այս մի ուժի կողմնակից են։ Կարող է ես էլ պիտի այդ մի ուժի կողմնակից լինեմ, էլի այդ ուժը ոնց որ թե տենց լավ հանրային հեղինակություն ունի, ոնց որ սա հասարակությունը այդ ուժի հետ է, հա։ Եվ տենց ամեն մեկը առանձին մտածի, թեև այս մարդիկ լինեն ավելի շատ, քան են ուժի կողմնակից։ Այսինքն այս եւս մեթոդ է, երկու տարբեր տեսակի նարատիվների տարածում։ Այդ բոլոր գործիքակազմ որ կա, այդ գործիքակազմը ոչ միայն տարածում են ապատեղեկություններ, հա, որ այդ Դանիելի վերնաշապիկը կարմիր գույն է, այլ նաև նարատիվներ, հա։ Այդ նարատիվները կարող են լինել տարբեր ձևի, այդ նարատիվները կարող են լինել դավադրապաշտական, այդ նարատիվները կարող են լինել ուղղակի հանրության այս կամ այն հարցում ցածր իմացություն, ցածր տեղեկացվածություն օգտագործելով սխալ եզրահանգումների բերելու ուղղությամբ։ Տարբեր այ կարող է ասեն, որ այս եթերում 3 հոգի է նստած, 3-ն էլ բաց կապույտ սառոչկայով են։
Սա ակնարկ ֆոնն էլ բաց կապույտ է, սա գալուբոյ չի, սա ինչ որ բան նշանակում է, ինչ որ մեսեջ են փոխանցում։ Սա փորձում են РТР киселев раз на совпадение не думаю, Вот, սա այսենց փորձում են մեր, բայց չէ, տակտիկն է իրексել իսկական։ Այսենց փորձում են մեր երեխեքին դարձնել գեյ։ Սրանք գալու են եւ հարգելի ժողովուրդ ձեր երեխեքին գողանալու են, տանեն գեյ դարձնեն։ Օրինակի համար, հա, սենց ինչ որ բաներ էլի։ Նորից դա կարող ուղեկցի ապա տեղեկատվությամբ կարա չուղեկցի ապա տեղեկատվությամբ կամ հեսա սրանք բացելու են սահմանը եւ հայկական գյուղատնտեսությունը սկի կամ սա թուրքերը գան լցվեն Հայաստան։ Սա թուրքական լոլիկը գա լցվի կամ սա թուրքերը գան լցվեն Հայաստան ու սա նորից երբեմն սարունակ կոնտեքստից կտրած բաներ է։ Օրինակ մի գործիչ կա, որը գիտենք որ Ռուսաստանից է փող ստանում, ասում է Հայաստանը պետք է օրենսդրություն ընդունի, որ թուրքերը չկարողանան Հայաստանում հող առնել, թուրքերը չկարողանան Հայաստանում բիզնես դնել։ Եղբայր, Թուրքիայի քաղաքացին խնդիր ունի հիմա Հայաստան գալու հետ։ Նախ սահմանի բացումը քննարկում են կոնտեքստում, որ սահմանը պետք է բացվի երրորդ երկրների քաղաքացիների համար։ Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիներին դա չի վերաբերում։ Մի կողմ դնենք։ Հույսով ենք մի օրնենց կբացվի, որ նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիները սահմանով կհատեն, բայց Թուրքիայի քաղաքացին հիմա խնդիր ունի Հայաստանում Հայաստան գալու։ Նստում է ինքնաթիռ, ինչքան է 2 ժամ չկա, չէ՞, թռչկա 2 ժամից Երևանում դուրս է գալիս։ Կամ եթե շատ ազում ոտով գա, Վրաստանով է գալիս։ Հենց էտա, հասկանում եք, կոնտեքստից կտրում են, տպավորություն ստեղծում, որ հեսա Թուրքիայից միլիոնավոր մարդիկ գալու են ստեղ, ամբողջ հող առնեն, ռազմավարական կետերում հող առնեն, այ հիմա չեն կարող առնեն, իսկ այ որ սահմանը բացվի կկարողանան գան առնեն, հա։ Ու վերջ, ու կատաստրոֆա։ Այսինքն ինչ որ նարատիվներ են տարածվում, որոնց հաջողության կամ չափավոր հաջողության հիմքում մենա որ հասարակությունը ինչ որ բաներ վատ է պատկերացնում, վատ գիտի, հա օրինակ են որ Թուրքիայի քաղաքացին այլ կարա գա Հայաստան։ Նենց ոնց որ Հայաստանի քաղաքացին Թուրքիա կարա գնա։ Հայաստանի քաղաքացինց միջել բավական շատերը Թուրքիայում եղել են։ Ով տրանզիտով թռել է, ով գնացել է Անտալիա հանգստանալու, ով գնացել է չգիտեմ, Ստամբուլից ապրանք բերելու եւ նորից պետք չէ այս բոլոր գործողությունները թերագնահատել, հա։ Երբեմն մենք կարողան նայենք, ասենք, այսինչ ապուշություն է խոսում, բայց դա հասարակության վրա ունենա ազդեցություն։ Պարոն Անասյան, հաջորդ հարցը ձեզ որ տալու եմ կեղծիծությունն է վերաբերվելու, խնդրեմ դրան պատրաստ եք։ Պարոն Վարդանյան, նախ վստահ եմ այս ամեն ինչի վերաբերում եք արձագանքներ, նաեւ գիտեք, ես կարծում եմ, որ վերջին տարիներին թե Մոլդովայի դեպքերը, թե դրանից առաջ Ռումինիայի դեպքերը ցույց են տալիս, որ այս տեխնոլոգիաները ահռելի արագությամբ են նաև զարգանում։ Եվ բնական է շատ ինչպես որ գրեթե բոլոր կյանքի ոլորտներում, հա, դրանց հակադոտերը, դրանց հակաթույները նույն արագությամբ որպես կանոն չեն զարգանում, որովհետև դրանք պետքա տեսնեն ինչա տեղի ունենում, որպեսզի դրանք կարողանան պատասխանել, հա։ Հիմա ձեր գնահատմամբ Հայաստանի Հանրապետությունում այ մենք օրինակ Եվրոպական միության հետ ենք պայմանավորվել, որ պետք է աշխատենք այդ հակազդեցության վրա, պետք է կարողանանք պաշտպանել մեր ընտրական գործընթացները, մեր ուրեմն եւ այլն։ Ինչքանով եք արդյունավետ գնահատում ինչպես պա Հայաստանում տեղի ունեցող տնային աշխատանքը։ Դժվար հարց է իրական։ Երևի միջինն է, այսպես ասենք, արդյունավետություն այստեղ կա։ Դեռևս շատ անելիք կա, անկեղծ ասած, եւ հիմնական բաներից մեկը դեռևս այդքան էլ հստակ չի արվում, այն ինչը որ օրինակ Մոլդովայում արվել, այդ այսպես կոչված pre-banking-ն է, որը ըստ էության կանխագուշակում է հնարավոր ապատեղեկատվական նարատիվները, հոսքերը եւ այլն, տարատեսակ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն իրավիճակի դեստաբիլիզացիայի համար եւ այլն, եւ հստակ ասվում է դրա մասին հանրայնորեն, այդ գաղափարը տարածվում է, մարդիկ արդեն պատրաստ են լինում դրան, եւ երբ որ նման բան արդեն լինում է, արդեն հստակ ասում են, որ հա, դե փաստորեն, այս ամեն ինչը արհեստականորեն նախապատրաստված է ու արդեն գիտենք ինչ է սա, գիտենք ինչի հետ մենք գործ ունենք։ Հետո մի քիչ նաեւ, այսպես ասած, արագ արձագանքի առումով կան խնդիրներ, էլի լինում է, որ երկար ժամանակ, այսպես ասած, արդեն այդ ապատեղեկատվությունը տարածվել է բան եւ այլն, ու մի քիչ ուշ են արձագանքում։ Հաջորդ բանը այն ինչ որ դեռևս չի արվել, բայց դա անկեղծ ասած այդքան էլ երևի թե
պետության անելիքը չէ, ինչպես օրինակ նույն Մոլդովայի փորձն է ցույց տվել, այլ ավելի շատ մեդիա սուբյեկտների, քաղաքացիական հասարակության, այն ինչի մասին ես սկզբից ասացի, այսինքն ըստ էության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները իբրև թե նրանք, չգիտեմ, պրոռուսական կողմնորոշում ունեն, մտնում են տարատեսակ այդ խմբերի մեջ եւ բացահայտումներ են անում։ Հետո այդ ամեն ինչը հրապարակում են ու բնականաբար սա նույնպես շատ լուրջ գործիք է, էլի, այդ նման բաների ազդեցությունը նվազեցնելու առումով։ Ինչ վերաբերում է նաև մինչ այժմ ասված գաղափարներին, այո, ըստ էության Դանիելը գրեթե ամեն ինչ ասեց այս առումով։ Ես ուղղակի կավելացնեմ հետեւյալը, այն ինչ որ հարցրեցիք ինչա մինչև հիմա արվել, այս վերջի տարիների օրինակ ընթացքում նաև տեսեք օրինակ ակնհայտ արվել է հետեւյալը։ Ռուսական պետական լրատվամիջոցի ղեկավարների կողմից օրինակ, հա, խմբագիրների կողմից օրինակ, հա, այսպես ասած տարատեսակ ռոպագանդիստների են, top 5 ռոպագանդիստների մեջ մտնող անձանց կողմից եղել են ուղակի հայտարարություններ հետևյալ ձևով։ Այն ինչ որ կատարվում է Հայաստանում, դա նշանակում է Հայաստանի ոչնչացում եւ բոլոր, այսպես ասած, արժանապատվություն ունեցող, ինչպես ասում են ժողովրդական լեզվով, թասիբ ունեցող հայերը պետք է դուրս գան փողոց եւ հեղաշրջում անեն։ Եվ պետք է հաստատեն իրական իշխանություն, հա, եւ պետք է կարողանան պայքարել այդ ամեն ինչի դեմ ամեն ձևերով եւ նաեւ բան նաեւ այսպես կամահերական վերաբերմունք բոլոր այն մարդկանց նկատմամբ, որոնք քննադատական մտածողություն ունեն, որոնք բացահայտում են իրենց այդ տեսակի քարոզչությունը եւ այլն, եւ այս ամեն ինչը ուղղակի միջամտություն է, այսինքն, հա, սա հասկանում եք ինչ է նշանակում։ Հիմա կարող են ասել, որ դե Պուտինը բայց չի ասել, դա ասենք ասելա Սոլովյովը կամ Մարգարիտա Սիմոնյանը, բայց կներեք, դրանք Մարգարիտա Սիմոնյանը պետական հա լրատվամիջոցի գլխավոր խմբագիրն է, Սալավյովը եւ իրենցից որևէ մեկի արած որևէ հայտարարությունը հետևանք չի ունեցել իրենց համար։ Ռուսաստանի պես երկրում, որտեղ դատարկ պլակատ բռնած մարդու համար են հետևանքներ լինում, էլի։ Այսինքն սա նշանակում է, որ տեսեք, այո, ավտորիտար, խիստ ավտորիտար պետությունում, երբ որ մանավանդ նման կալիբրի մարդիկ նման հայտարարություններ են անում, սա նշանակում է դա թույլատրելի է, առնվազն թույլատրելի է, եթե ոչ ուղղակիորեն ուղղորդվել է, որ դուք պետք է հենց սա ասեք։ Բայց նույնիսկ եթե չի ուղղորդվել, որ դուք պետք է սա ասեք, եւ նրանք դա ասում են, նշանակում է, որ էլի Կրեմլին պետք է, որ դա իրենք ասեն, այլ բան, որ իրենք կարող է, այսինքն դա իրենց պլան B-ն է ենթադրենք, հա, իրենք զուգահեռ մի քանի բաներ են փորձարկում, ասում են, հա, սա էլ պետք է ասենք։ Բայց ընդհանուր առմամբ սա շանտաժ է, սա ըստ էության կոլոնիալ քաղաքականություն է, իմպերիալիստական քաղաքականություն է, եւ հիմքում ընկած է հետեւյալ գաղափարը։ Ռուսները ասում են, այսինքն, այսպես ասենք, Կրեմլը ասում է հետեւյալը իր ռոպագանդիստների միջոցով։ Մենք ենք ձեզ ստեղծել։ Ռուսաստանն է ձեզ ստեղծել։ Դուք պետք է պարտական լինեք մեզ։ Դուք պետք է շնորհակալ լինեք մեզ։ Իսկ դուք հիմա գնում եք այլ ուղղությամբ։ Դուք գնում եք դեպի արևմուտք։ Արևմուտքը մեր թշնամին է, ձեզ օգտագործելու են մեր դեմ, մենք դա թույլ չենք տա ընդհանրապես։ Եվ ընդհանրապես ով եք դուք, եւ որ ուզում եք ունենալ անկախ արտաքին քաղաքականություն։ Մենք պետք է որոշենք ձեր արտաքին քաղաքականությունը ինչպիսին է, նույնիսկ ներքին քաղաքականությունը որոշակի, ասենք, ավտոնոմիա կտանք, այդ աստիճանն էլ մենք կորոշենք, ինչ աստիճանի ավտոնոմիա ձեզ կտանք։ Սա է հիմնական նարատիվը, մետանարատիվը, եւ մի կարևոր իհարկե այստեղ բաներ պետք է նշել, այն ամենահիմնական նարատիվը, որը Հայաստանի վերաբերյալ է առաջ քաշվում, դա հետեւյալն է։ Արևմուտքը չի ներխուժում ուղղակիորեն Հայաստան։ Թուրքիան է ներխուժում։ ՆԱՏՕ-ն Թուրքիան է կոնկրետ ձեր դեպքում։ Եվ
Թուրքիան եւս մեկ անգամ ուրեմն մտնում է տարածաշրջան եւ իր ցեղասպանությունը պետք է իրականացնի եւ այսեք դուք ուզում միայն ու միայն Ռուսաստանը կարող է ձեզ պաշտպանել դրանից, փրկել այս ամեն ինչից։ Ներկայիս իշխանությունները տանում են թրքացման այդ թեզը, չէ, դա հենց կրեմլյան թեզ է։ Այն ինչ որ հայաստանյան այդ ռադիկալ ընդդիմադիր քաղաքական ուժերը ասում են, ուղղակիորեն copy paste է կրեմլյան այդ նարատիվների։ Այնտեղից է առաջինը այդ բանը ձևավորվում, հա, այդ դիսկուրսը ձևավորվում։ Եվ աշխատում են խաղալ փաստորեն մեր վախերի վրա, հասարակության որոշակի շրջանակների վախերի վրա, հիմնականը սա է։ Եվ նաև նրանք տեսնում են, որ փաստորեն հայ-ադրբեջանական հարաբերությունները եւ բնականաբար հայ-թուրքական հարաբերությունները գնում են դեպի բարելավման, արդեն շատ լրջագույն, ասենք, բան է, հա, առաջընթաց կա այս առումով եւ այլն, եւ նրանք կորցնում են փաստորեն մի շատ կարեւոր գործիք, կոնֆլիկտը օգտագործելու, ճնշում բանեցնելու երկու երկրների վրա եւ այսպես զբաղվելու կոնֆլիկտ մենեջմենտով, այլ ոչ թե կոնֆլիկտ լուծմամբ, հա, եւ այս առումով իրենց ազդեցությունը բնականաբար խորացնելու։ Զրկվում են դրանից եւ բնականաբար պետք է այնպես անեն, որպեսզի ելի այդ կոնֆլիկտային տրամաբանությունը սկսի նորից մոդայիկ դառնալ Հայաստանում, որ շատերը ասեն, որ չէ, դեռևս ոչ ինչի մասին է խոսում, հնարավոր չի ոչ մի խաղաղություն, այս ամեն ինչը կեղծիք է, վաղը մյուս օրը մեկա պատերազմ է լինելու եւ այլն եւ այլն։ Եվ ցավալիորեն նաև այս ամբողջ գործընթացի մեջ իրանք Հայաստանում ունեն լիքը օգտակար այդ բառից հասմեն չի կարելի ասել, բայց դա քաղաքագիտական տերմին է, օգտակար ապուշներ, որոնք որ իրենց կամքից էլ անկախ օգտագործում են այդ ամբողջ process-ի մեջ եւ վերարտադրում են այդ հենց այդ նույն նարատիվը։ Պարոն Հովհաննիսյան, շատ բան քննարկեցինք, կեղծ դիտորդները, որովհետեւ իմ ընկալման առնվազն, եթե պլան Ան չի աշխատում եւ չի հնարավոր լինում իրենց հիմնական քաղաքական նպատակը լուծել, այսինքն Հայաստանում դնել մարիոնետ կառավարություն, ապա միանգամից պետք է սկսի իրագործել պլան B-ն, դա ապա լեգիտիմացնել Հայաստանում ընտրական գործընթացները եւ հարվածել ընտրական գործընթացներին։ Եւ հենց այդ պատճառով Հայաստանում ըստ էության աննախադեպ մասշտաբի կեղծ դիտորդական առաքելություններ են ձևավորվում։ Գիտեք, կեղծ դիտորդներ մենք նախկինում էլ ենք տեսել։ Տեսել եք, օրինակ Բարգավաճի հետ աֆիլիացված ինչ որ դիտորդական առաքելություններ, որոնք 15000 դիտորդ էին հավատարմագրել։ Կարծեմ 2017 թվին, եթե հիշողությունս չի դավաճանում։ Բայց այն ժամանակ այդ դիտորդները ոնց վտանգ չէին ներկայացնում։ Ամարթ էին գալիս էին տեղամասում նստում էին, սուսուփուս գնում էին իրանց համար։ Առանձնապես ռիսկ չկար, ինչ տեղամասում տեղ էին զբաղեցնում, իսկնասցո տեղամասի բան, թթվածիններ, բան չի էլի, այդտենց վտանգավոր չէր։ Հիմա ինչ են անում կեղծ դիտորդները։ Իրանք շատ ավելի ակտիվ են։ Միջազգային քանակապես այդքան շատ չեն, բայց շատ ավելի ակտիվ են։ Իրանք փորձում են կեղծված ընտրությունների տպավորություն ստեղծել։ Մենք դա տեսանք Գյումրիում առաջին անգամ, ընդ որում Գյումրիում շատ հետաքրքիր էր, էլի։ Այդ դիտորդական առաքելությունները, հա հայակվեյա բանը։ Նենց հետաքրքիր ֆենոմենալ բան էր։ Ասենք ընտրությունների օրը տենց այդ շրջանակներով սկսում են հայտարարել լուրջ խախտումների մասին։ Այնտեղ խոսվում էր ընդհուպ միջև 3000 քվե կեղծվել է, 3000 քվեն Գյումրիում դա 8% էր մասնակցության համեմատ, էլի։ 3000 քվե կեղծվել է, ինչ որ սարսափելի կեղծիքներ ա եղել։ Հենց եկավ գիշերը հաշվարկը եւ հաշվարկով սկսեց པարզ դառնալ, որ ԿՊ չի հաղթում, իրանք են հաղթում։ Միանգամից իդեալական ընտրություններ էին, ամեն ինչ շատ լավ էր։ Շնորհավորում ենք ընդդիմության հաղթանակի կապակցությամբ։ Առհասարակ դիտորդական առաքելություն, որը որից է մեկին շնորհավորում այդ արդեն մի քիչ էպիկ է, բայց լավ։ Իմիջիալոց քանի ես սրա մասին խոսեցիք, որ չմոռանամ, էլի։ Իմ կարծիքով այս անգամ շեշտը դրվելու է նաև նրա վրա, որ եթե իրենք այսպես ասենք չկարողանան գալ իշխանության, հայտարարեն, որ ընտրությունները կեղծված են։ Եվ դա տարբերելու է այդ իրավիճակը, որովհետև նախկինում իրանք ընդունել են ընտրությունների արդյունքները, եւ մենք միշտ ասում ենք, որ այդ տեսեք նույնիսկ ընդդիմությունն է ընդունել։ Իրենք հիմա փորձել են ստեղծել այդ մթնոլորտը, որ լեգիտիմ չեն այդ ընտրությունները։ Ինչ տեղի ունեցավ վաղ շաբաթում արդեն անցած տարվա նոյեմբերից, մի քանի ամիս առաջ, մենք արդեն ինչ որ առումով պատրաստված ենք այդ սցենարին, մեր համար կանխատեսել է իրար, որովհետև Գյումրիում դա մեր համար նորություն չեն հայտարարում, 3000 քվեա կեղծել, չեն հասկանում, որ մի քիչ միամիտ ենք, էլի։
Վաղարշապատում մենք հստակ տեսնում ենք, որ օրինակ հայակվեն կեղծահազանգեր անում ընտրախախտումների, երևույթներ, որոնք ընտրախախտում չեն ներկայացնում են որպես ընտրախախտում, երևույթներ, որոնք այո, ընթացակարգային կամ ինչ-որ խախտում են, բայց կեղծիք չեն, սա էլ միջազգ շատ կարևոր է, հանրությունը կարողանա տարբերել խախտումը կեղծիքից։ Պրոցես ընտրությունները, որոնցում 1 միլիոնից ավել մարդ է ներգրաված, 2000 ընտրական տեղամաս է, եւ կան բազմաթիվ կարգավորումներ, պարզ այդ ծավալների դեպքում ինչ որ խախտումներ լինելու են, չեն կարող չլինել։ Հարցն նրան այդ խախտումը թե այդ կեղծիքա։ Օրինակ, քվեատուփա, քվեատուփի կապարակնիկները պատշաճ ամրացված չեն։ Դա խախտում է, իհարկե խախտում է։ Դա կեղծիք է, չէ, որտեղ այդ կապարակնիկները մի տասնյակ մեխանիզմներից մեկն է, որը կանխում է լցոնումը։ Այդ կապարակնիկների բացակայություն ներկայացվեց որպես լցոնում եւ շատ ակտիվ տարածվեց ռուսամետ մի հատ ֆեյքի կողմից TikTok-ում, հա, մի օրում ինչ որ 5 միլիոն դիտում հավաքեց TikTok-ում, Հայաստանի մասշտաբների համար շատ մեծ թիվ է։ Ասենք այդ տեղամասում եղել են բոլոր ուժերի վստահված անձինք, այդ թվում ընդդիմադիր, այդ տեղամասում եղել են դիտորդներ, այդ տեղամասերում եղել է հերարցակում, այդտեղ եղել է կամերայի տակ, ոչ մեկ չի ասում որտեղ լցոնում ա եղել, ոչ մեկ, ոչ ընդդիմադիրները, ոչ իշխանականները, ոչ ամբողջ ընթացքը կամերայի տակ ա եղել, ոնց որ չէր կարա այդտեղ լցոնում լիներ։ Բայց չէ, կապարակնիկների ոչ պատշաճ դրված լինելը մեկնաբանվեց որպես լցոնում, այսինքն ստել խնդիր կա եւ այստեղ կարիք կա որ հասարակությունը լավ կարողանա տարբերակել խախտումը կեղծիքից։ Հայակվեն մի շարք օրինակ կեղծահազանգեր տվեց ընտրախախտումների հետ կապված, որոնք որ եւս փորձում էին տպավորություն ստեղծել, որ ուրեմն ընտրակեղծիքներն ինչ որ լուրջ խախտումներ են, այ քվեարկությունը չսկսած sense խախտումներ են անում, այ հələ նախորդ գիշերն է, բայց արդեն տեսեք ինչեր են անում, թեև այն ինչ որ արվում էր լրիվ օրինական էր, էլի իրականում։ Բայց քանի որ նախկինում ընթացակարգեր այլ են եղել, հասարակությունը մտածեց, որ հա, դա խախտում է, չգիտեին, որ կարգերը փոխվել են, ինչ որ բաներ, վերջը դետալների մեջ չեմ ուզում մտնեմ։ Եվ սա խնդիր է։ Կեղծ դիտորդները, աֆիլացված դիտորդները, որոնք որ նպատակ ունեն ոչ թե դիտորդության նպատակը ո՞րն է, դիտորդությունը մեծ հաշվով հետևյալ նպատակներ ունի։ Հանրությանը օբյեկտիվ տեղեկություններ հայտնել ընտրությունների մասին, եղելության մասին օբյեկտիվ տեղեկություններ հայտնել, ռեկոմենդացիաներ մշակել, թե ինչպես ընտրությունների ժամանակ տեսած վերածել ռեֆորմի եւ հաջորդ ընտրությունները ավելի լավը լինեն եւ ինչ որ առումով կանխել տարբեր ընտրակեղծիքները։ Նո ընտրակեղծիքների կանխման կոմպոնենտը արդեն այդքան չկա, որտեղ ընտրակեղծիքներ համարյա չեն լինում Հայաստանում, չեմ հիշում վերջի անգամ, լցոնում կարծեմ վերջի անգամ եղել է 15 թվականին, էլի, շատ վաղուց։ Նույնիսկ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջում տենց այդ կարգի երևույթներ չէին լինում։ Հենց որ հիմնականում այս երկու կոմպոնենտներն է։ Եվ դիտորդը, որը որ նպատակ ունի ինչ որ քաղաքական նարատիվ սպասարկելու, նպատակ ունի տպավորություն ստեղծելու կեղծված ընտրությունների, նպատակ ունի ինչ որ մեկին աջակցելու, նպատակ ունի ինչ որ մեկին վատաբանելու, այդ արդեն դիտորդ չի։ Այդ արդեն դիտորդ չի եւ շատ խնդրահարույց է, եթե ինքը փորձում է հանդես գալ որպես դիտորդ։ Եվ այս խնդիրը այո լինելու է ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, եւ մենք նախապես միջոցներ ենք ձեռնարկելու, սա ինչ որ խաղակարտեր բացում եմ, մենք նախապես միջոցներ ենք ձեռնարկելու հանրային իրազեկվածությունը բարձրացնելու, հանրությանը ներկայացնելու ինչն է ընտրախախտումը, ինչն է ընտրախախտում չի, ինչն է ընտրակեղծիքը, ինչն է ընտրախախտումը, բայց ընտրակեղծիք չի, ընտրողների ցուցակների հետ կապված իրազեկվածություն ենք բարձրացնելու, մի շարք երևույթների հետ կապված, մենք փորձելու ենք կանխատեսել, թե ինչ կեղծահազանգեր կարող են լինել դրա հետ կապված ենք հանրության իրազեկվածությունը բարձրացնելու։ Փորձելու ենք հանրության իրազեկվածությունը բարձրացնել անվտանգության բացակայության ուղղված գործողությունների բացատրման համար, այսինքն բացատրենք, որ հարգելի հասարակություն, եթե ռումբերի կեղծ ահազանգերի բազմաթիվ զանգեր լինեն, բազմաթիվ ահազանգեր լինեն, հա, բազմաթիվ դեպքեր լինեն,
Պանիկայի մեջ մի ենք, հենց նրա համար է արվում, որ դու ընկնես պանիկայի մեջ։ Պանիկայի մեջ մի ենգի, որտեվ դա ընդ որում ռումբերի կեղծ ահազանգեր, եթե կհիշեք մենք տարիներ առաջ Հայաստանում ունեցել ենք, որ շատ ինտենսիվ օրը մի քանի ահազանգ։ Եվ դա եղել է Մոլդովայում։ Ուրեմն հնարավոր է, որ դա լինի նաև Հայաստանում մինչև հունիսի 7-ը, մենք դրան էլ ենք փորձելու հասարակության նախապատրաստել։ Բայց այդ նախապատրաստելը ինչքանով էֆեկտիվ կլինի, ինչքանով ոչ, դեն ժամանակ ցույց կտա։ Շնորհակալ եմ պարոն հրավեր ընդունելու եւ քննարկմանը մասնակցելու համար։ Հարգելի հեռուստատողներ, մենք առաջին անգամ սկսեցինք անդրադառնալ մի թեմայի, որին ես վստահ եմ մենք առաջիկա ամիսներին դեռ շատ ենք վերադառնալու, որտեղ ինչպես նշեցի, սա մի նոր մարտադաշտ է ըստ էության, որի մեջ Հայաստանի ներքաշում են եւ որտեղ մենք պարտավոր ենք լինել բավականաչափ ոչ միայն արձագանքող, այլ նաև պրոակտիվ։ Լավ եղեք, կհանդիպենք յուրաքանչյուր կիրակի 19:00։